արդեն կա այդ որոշումը վստահ եմ, դրված է, հիմա ներս մտնենք, վերցնենք այդ որոշումը։ Քաղաքական որոշում։ Իհարկե, այն էլ Մասիս Մելքոնյանի կա։ Ով է Արշակ Սրբազանի դեմ ցուցմունք տվել։ Արշակ Սրբազանի դեմ ցուցմունք չկա, ուղիղ ցուցմունք չկա։ Ինչպես։ Կասկածով է հայտնել, որ սապարկում։ Տարբեր անձինք դրա մասին հետո խոսենք։ Ինչի են էլի հայտնեցին։ Ենթադրում ենք, որ կարող է ինքը եղած է։ Ինչի են ենթադրել, որ հատկապես ինքը ինչ որ մի բան պիտի ասեն, չէ՞ որ իրենց ճաշակով ուսապարկը որ մեկը։ Այդ գործը ինչ է։ Դա 18 թվականին եղել է, ուսապարկն էլ է եղել, ուսապարկի մեջ չի։ Տանձում ուսապարկն է եղել։ Այո, այդ գործը Պարոն մասին է խոսքը, պարոն Բաբայան, նոր հայրապետ։ իր ուսապարկում չի եղել Բայց նա տնօրեն։ կասկած հայտնողն է եղել։ Չեմ կարող ասել հիմա։ այդ գործը հետո ինչ ա եղել 2018 Ոչ մի բան, 2018 թվականից քննվող գործի հետ կապված վերջի գործողությունն եղել է 2025 թվականի հուլիսին եւ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին ստեղծվել է քննչական խումբ, այսինքն 3 ստեղծվել է քննչական խումբ եւ ձերբակալվել է Այսինքն 7 տարիա քննում են այդ ինչ թմրանյութը քննչական գործողություն, հարցաքննություն 7 տարիա քննում են այդ թմրանյութը ոնց է հայտնվել ուսապարկում Այո, քննել են, այդպես էլ չեն հասկացել Բան բաբան, իսկ այդ ենթադրությունների հիման վրա առանց ցուցմունքի մարդուն կալանքի տանելու միջնորդություն ներկայացնելը որքանով է իրավաբանության մեջ նորմալ պրակտիկա Այս վարույթը որևէ առնչություն չունի իրավաբանության հետ Հուլիսին որ ասում եք ինչ որ քննչական գործողություն ճիշտ հասկացա այդպես ասիկ ինչ գործողություն ա եղել այդ ժամանակ Քննչական ինչ որ մի գործողություն Դե ինչ որ մի չէ Հարցաքննություն Ում են հարցակնում Չեմ կարող ասել, դա արդեն նախաքննական գաղտնի իրավունք չունեմ Դե ինչ ուզում եք ասում եք, ինչը չի ասում եք նախաքննական Ես նախաքննական տվյալ չեմ ներկայացրել մինչև հիմա Հետևաբար եւ ինչը ուզում եմ ասեմ այն ինչ որ իրավունք ունեմ ասելու Ինչ որ իրավունք չունեմ Արշակ Սրբազանի մասնակցությամբ է եղել այդ գործողությունը Ոչ Իսկ դուք տեղեկություն եք այդ անձը, հա, ուսապարկից որ հայտնաբերել են եւ ասում են, որ հիմա ենթադրել են, հա, գցել են պարսակի մեջ։ Այդ անձը այդ թվականին, այդ ամիսներին օրինակ փորձակնություն անցել է, արդյոք օգտագործել է թմրանյութը։ Չգիտեմ, չունեմ այդպիսի դրանք են, չէ, բայց Չունեմ նման նյութեր, չգիտեմ էլ ում մասին է խոսքը։ Պարոն Բաբայան, իսկ Արշակ Սրբազանն արդեն պատրաստված է, որ միանալու է Բագրատ Սրբազանին, Միքայել Արշակ Սրբազանը երևի ճակատագիրը շարունակողն է։ Իր ասուլիսից սկսած արդեն պատրաստ էր։ Բան այն անձը, որ կասկած է հայտնել, որ կարող է դա լինել Արշակ Սրբազանը, ինչ հարաբերություններ ունի նրա հետ, կամ ինչ հարաբերություններ ունեցել նախկինում։ Ոչ մեկ չի ճանաչում այդ անձանց։ Սրբազանը հարվածում է երիտասարդի, այսպես իշխանական էջերին տարածում է տեսանյութի մասին, ինչ կարող է։ Տեսել եմ տեսանյութը, հեռվում կանգնած մի անձ թիկունքով, ոնց որ հարվածում են ինչ-որ մեկին։ Ինձ էլ եթե օրինակ նման հարցնա, ես էլ կհարվածեմ։ Դե նյութերում գրած էր, որ հարցրել են, թե ինչի ես, չգիտեմ, մարդ սպանել, ես արել են արել։ Այսինքն Արշակ Սրբազանն է հարվածում։ Չէ, ես չգիտեմ, ես ասում եմ տեսագրության համաձայն, ինչ որ մեկը թիկունքով կանգնած, ինչ որ մի մարդ մի տղայի հարվածում է։ Եվ գրում են իբր Արշակ Սրբազանին հարց են տվել եւ դրա համար հարվածել է։ Ես ասում եմ, եթե այդ հարցը ինձ էլ տան, ես էլ կհարվածեմ։ Բայց ի տարբերություն ձեզ նա Սրբազանն է։ Սրբազանները արժանապատվություն, ինքնասիրություն, այդպիսի բաներ չունեն։ Նրանք ավելի շատ ունեն։ Լավ, եւ երեք ձերբակալվել է դատարան ներկայացվելու նպատակով եւ փաստացի դատարան չի ներկայացվել այս առումով որքանով է Չէ, ես լավ չհասկացա հարցը։ Այսինքն ներկայացվել բերել են դիսկ նշանակվել այսօր առավոտյան։ Այո, երեք եկել է դատարան, հետո տարել են ձերբակալվածների պայլով այլ։ Իսկ հայտնի տեսանյութերի վերաբերյալ գործը ինչ փուլում է վերջ, չեն քննելու։ Չգիտեմ։ Տեղյակ չեմ։ Դա արդեն տրենդային։ Ինչ էին երեք հարցնում Արշակ Սրբազանին այդ գործի հետ կապված։ Ի վերջո դրանով Ոչ մի էական բան։ Դրանով էին կանչել, որ ձերբակալեն։ Ավելի կոնկրետ չեմ կարող։ Իրավունք չունեմ ուղղակի ավելի կոնկրետ խոսելու։ Այդ գործը փաստացի որ կա։ Իրավապահներին հետաքրքիր չէ, ինչպես է հայտնվել, որտեղից այդ թմրանյութը Հետաքրքիր էր, բայց սրանից ավել չեմ կարող ոչինչ ասել, որովհետև կաշկանդված եմ նախաքննական գաղտնիքով։ Պարոն Բաբայան, իսկ խոզարկություններ եղել են այս ընթացքում։ Սրանից ավել ոչինչ չեմ կարող ասել, որովհետև նախաքննական գաղտնիքով կաշկանդված եմ։ Պարոն Բաբայան, այդ տեսանյութը հարվածելու վերաբերյալ եւ այլն 2018-ի մասին։ Չգիտեմ, ես նոր մի քիչ առաջ գալուց առաջ եմ տեսել։ Տեղյակ չեմ։ Ես չգիտեմ, վստահ չեմ որ ինքն ընդհանրապես։ Ոչ ես ասում, եթե այն ինչ որ գրում են, այն ինչ որ տեղի ունենում այդտեղ, ում էլ հիմա կանգնեմ այս մեր ընկերներից, օպերատորներից նման հարցեր տամ, ինձ տեղ երևի թե ողջ չեն թողնի։